Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս միացեք մեզ, մենք կփորձենք ինչպես միշտ ձեր տրամադրությունը բարձր պահել եւ իհարկե առաջարկել օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս այսօր պատրաստելու եմ քաղցրեղեն, դեսերտի տարբերակ եմ ձեզ առաջարկում աղանդեր, որը շատ յուրահատուկ է, շատ յուրօրինակ է եւ շատ համեղ եւ իմիջիայլոց հագեցնող, ինչու ոչ, նաեւ դեսերտը, աղանդերը կարող է լինել հագեցնող եւ այս տարբերակը հենց դրանցից մեկն է։ Իսկ ինչ է պետք այս համեղ աղանդերը պատրաստելու համար։ Մեզ պետք է մի քանի բաղադրիչներ եւ մի քանի փուլերով այն պետք է պատրաստենք։ Եվ ամենագլխավորը նշեմ, որ այն պետք է դասավորենք շերտերով։ Այդ պատճառով պետք է 3 շերտ պատրաստենք։ 1, 2, 3։ Այսպիսի շատ բաղադրիչներ ունենք՝ թխվածքաբլիթ, կարագ, հալվա, սերուցք, կակաո, շաքարավազ եւ հավկիթ։ Սրա մասին կխոսենք քիչ ավելի ուշ։ Դուք մնացեք մեզ հետ այս պահին դադար։ Բարի լույս իմ շատ սիրելի հեռուստադիտող, սիրելիներս, գեղեցիկ ճամփորդեցինք, հասկացանք, թե Գյումրիում որտեղ կարելի է այցելել եւ ինչքան գեղեցիկ վայրեր կան հանգստանալու համար, բայց նաեւ պետք է շատ համեղ աղանդեր պատրաստել եւ վայելել օրը։ Այսօր ուրբաթ է եւ երեկոյան կարելի է հավաքվել ու այս աղանդերի շուրջ գեղեցիկ սեղան պատրաստել եւ վայելել, երեկոն վայելել ընտանիքի անդամների հետ։ Այսօր առաջարկում եմ ուրեմն թխվածքաբլիթով շատ համեղ մի տեսակ բաղադրատոմս, որը մի քանի բաղադրիչներ ունի եւ ես շեշտեցի, որ 3 շերտով ենք այն պատրաստելու, հենց այդպես էլ ինքը կոչվում է 3 շերտ եւ դրա համար պետք է թխվածքաբլիթը մանրել, փշրել, ահա ես այս ընթացքում հասցրեցի այդ գործողությունը անել, մի տոպրակի մեջ լցրեք թխվածքաբլիթը, լավ գռտնակի օգնությամբ մանրացրեք եւ իհարկե տեղափոխում ենք ամանի մեջ։ Հիմա այստեղ նաեւ հասցրել եմ կարագը հալեցնել, այս թխվածքաբլիթի վրա պետք է ավելացնել կարագ եւ փորձել լավ խառնել, որպեսզի ամբողջությամբ կարագի մեջ թաթախվի մեր թխվածքաբլիթը։ Եվ կթողնենք մի կողմի վրա։ Սա կլինի մեր ամենահիմնական շերտը։ Առաջին շերտը կլինի հենց սա։ Ահա, կխառնեմ, կթաթախվի այն կարագի մեջ, ամբողջությամբ կներծծվի, հետո այն կտեղափոխենք արդեն մատուցվող ամանի մեջ։ Այսպես խառնեցինք։ Ահա խնդրեմ, կթողնենք մի կողմի վրա, թողում է նա, ամբողջությամբ դեռ կներքաշի կարագը իր մեջ թխվածքաբլիթը եւ հետո ես կասեմ, թե ինչ ենք անում այս շերտի հետ։ Անցնենք հաջորդ շերտին, հաջորդ շերտը ուրեմն պետք է պատրաստենք հալվայով եւ սերուցքով։ Մեզ պետք է չափաբաժինները մոտավորապես ես ձեզ կասեմ, այստեղ 300 ուրեմն գրամ թխվածքաբլիթ է, 100 գրամ կարագ, այստեղ ունենք 200 գրամ հալվա, 300 գրամ սերուցք, որը պետք է միասին խառնենք եւ իհարկե ստանանք հատուկ զանգված հալվայով եւ սերուցքով։ Ես հենց այս պահին պետք է անեմ այդ գործողությունը։ Այսպես փորձեմ հալվան տեղադրել այս ամանի մեջ եւ իհարկե առաջին իսկ պահից կփորձեմ ձեռքով այն մանրացնել։ Նշեմ, որ հալվան գետնանուշով տարբերակն է, դուք կարող եք ձեր սիրելի տարբերակը ընտրել, այսպես, ահա խնդրեմ, այսպիսի վիճակներ ենք ստանում եւ այս հալվայի վրա ասեմ, որ պետք է ավելացնենք արդեն սերուցքը։ Սերուցքը ավելացնելուց հետո ես այն հարիչով կհարեմ եւ ձեզ ցույց կտամ, թե ինչպիսի տեսք է ստանում։ Ահա այստեղ ունենք 300 գրամ սերուցք։ Ավելացնենք նաեւ սերուցքը։ Եվ այս հարիչի օգնությամբ մենք այն կհարենք։ Ադրինյան, ողջույն Սուրեն ջան։ Համեղ բաներ ես պատրաստում։ Այո, շատ միշտ իհարկե։ Շատ համեղ բան եւ նշեմ, որ ոչ միայն այն համեղ է, այլ շատ հարուստ է իր համով, շատ հագեցնող է, շատ խիտ
ինքը բաղադրություն ունեցող ուրեմն աղանդեր է, որը շատ կարող է նաև ամբողջ օրվա ընթացքում հավատա, եթե փորձես ուտել, բավականին երկար ժամանակ հագեցած կմնա քո Ես օրգանիզմը։ այսօր կփորձեմ ուտել, որովհետև հենց անմիջապես եթերից հետո փորձի եմ ներկայացնում, այնպես որ համոզված եմ, որ այդ էներգիան ինձ կտա դրանից որ լավ փորձ անելու։ Հաստատ կտա, որովհետև հալվան, եթե դու գիտես որքան կարևոր եւ անհրաժեշտ ուրեմն մթերք է, գուցե շատերն են քիչ են օգտագործում հալվա, հատկապես նախաճաշին խորհուրդ եմ տալիս։ Հալվան ինձ փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ, այո, շատ լավ բան է, այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Ներողություն եմ խնդրում, կա նաև հալվա, ուրեմն թահինով պատրաստված, թահինը ինչ է սիրելիներս, քունջութի քամված յուղն է թահինը։ Քունջութը շատ մեծ էներգիայի աղբյուր է։ Եգիպտոսի կողմն է։ Այո, արևելյան խոհանոցից է թահինով հալվան, մենք ունենք այստեղ մեր տեղական տարբերակ արևածաղկի յուղից պատրաստված, խյուսից պատրաստված։ Հիմա այստեղ նաև մեր հալվայի մեջ գետնանուշ կա, դա ավելի այսպես հագեցնող եւ հարուստ համ է տալու մեր աղանդերին, այնպես որ խորհուրդ եմ տալիս փորձել։ Այս պահին ես դեռ չեմ ուզում հարեմ, որպեսզի աղմուկ չլինի, հետո կհարեմ եւ հիմա պետք է պատրաստենք շոկոլադի այդ շերտը, շոկոլադի համար մեզ պետք է 350 գրամ սերուցք, 140 գրամ շաքարավազ, 40 գրամ կակաո, 100 գրամ կարակ եւ ամենավերջում 1 հավկիթի դեղնուց, որպեսզի մեր ջնարակը, մեր շոկոլադե շերտը փայլի։ Եվ այսպես ես հիմա կանցնեմ հաջորդ գործողությանը, այսինքն պետք է շոկոլադը պատրաստենք, ես այս ամանը վերցնեմ, մեր թավան վերցնենք եւ իհարկե անցնենք առաջ, պատրաստենք մեր կակաոն, այո, այստեղ 40 գրամ կակաո, 140 գրամ շաքարավազ, որը հիմա կփորձենք մենք խառնել, այսպես, լավ պետք է խառնել, որպեսզի միախառնվեն եւ շաքարավազը եւ կակաոն, եւ իհարկե այստեղ պետք է ավելացնենք 100 գրամ կարակ եւ 350 գրամ սերուցք։ Սերուցքը ընտրեք բարձր յուղայնությամբ, սիրելիներս, հատուկ հարելու համար նախատեսված սերուցք, որը իհարկե կդարձնի այն կրեմային վիճակները, ինչը մեզ անհրաժեշտ է։ Ահա, ավելացնում եմ սերուցքը։ Դանդաղ խառնելով ես պետք է տեղափոխեմ կրակի վրա, անպայման հիշեք, որ ջնարակ ենք պատրաստում եւ այն պետք է եփենք կրակի վրա։ Կան տարբերակներ, որը եփվում է ուրեմն գոլորշու վրա, բայց մենք այս տարբերակը պատրաստելու ենք հենց անմիջապես կրակին։ Այստեղ ավելացնելով կարակ ես կտեղափոխեմ արդեն գազօջախի վրա։ Այստեղ իհարկե 100 գրամ չէ, մի փոքր ավելի քիչ է, ես քիչ հետո կավելացնեմ, բայց հիշեք, այս չափաբաժնի համար անհրաժեշտ է 100 գրամ կարակ։ Այսպես։ Հիմա դնում ենք գազօջախին եւ շատ հետեւողական պետք է լինել, սիրելիներս, անպայման պետք է այսպես ասած գլխին կանգնել, որպեսզի չայրվի մեր շոկոլադը, որովհետեւ այն շատ համեղ է։ Ես համոզված եմ շատ համեղ է լինելու։ Շատ ճոխ համ է տալու մեր ուրեմն աղանդերին, այնպես որ շատ զգույշ եղեք այս հարցում, անընդհատ խառնելով, անընդմեջ խառնելով, ստացեք այն գեղեցիկ համեղ ջնարակը, որը պետք է մեզ այսօր։ Ահա այսպես գեղեցիկ աշխատանքի մեջ է։ Ես հիշում եմ փոքր ժամանակ հալվան մեզ տալիս էին մանկապարտեզում այն ժամանակ եւ ասում են կերեք եւ այնքան շատ էր այդ ամեն այդ հալվան մանկապարտեզում, որ արդեն էլ չէին կարողանում ուտել եւ մեզ ոչ մեկ չէր հարցում, մի հատ այսպես շրախկ եւ հալվան պիտի ուտեի արդեն ու վերջ։ Եվ այդ տարիների այդ հիշողությունը սովետական շրջանի, որ դու կարող ես ասել, որ դա քեզ դուր չի գալիս։ Մի հատ կեր ու սուս։ Եվ հիմիկվա երեխաներին փորձի այդպես բացատրել։ Այո, չի լինի, ես անկեղծ ասած մանկապարտեզ չեմ գնացել, ամբողջ կյանքս մենք ես եղբայրներս ծնողներիս նախատել ենք, թե ինչու մենք մանկապարտեզ չենք գնացել, բայց դե մեզ բամբակների մեջ են մեծացրել, ոնց կլիներ մեր երեխաները մանկապարտեզ գնային։ Վերջերս մի շատ լավ գրառում կարդացի Facebook-ում, գրված էր այսօրվա 5 տարեկան, 6 տարեկան երեխաների ծնունդը նշում են շատ մեծ շուկով ռեստորանում, իսկ մեր
Մենք ժամանակ երբ որ 5-6 տարեկան ենք, մեր գլխին խփելով ասում ենք կեր։ Հալվան պետք է Պետք է ուտես։ ուտես ու վերջ։ Եվ մանկապարտեզի հետ կապված չգիտեմ ժամանակ ունենք, թե չէ շատ կարճ կասեմ։ Ես էլ իմ երեխաներին չեմ ուղարկել մանկապարտեզ, ուղղակի մեկ հաճույքի համար ուրիշ երեխաների հետ որպեսի շփվեին, մեկ այդպես ուղարկում էի։ Երեխաս գնաց մանկապարտեզ վերադարձավ, սկեսուր մայրիկս հարցրեց. «Էրիկ ջան, ինչ են տվել մանկապարտեզում ուտես»։ Երևի արգանակով սուպ էին տվել, ինչ էին արել, չգիտեմ, ասեց մակարոնի ջուր։ Սկեսուրս շշմեց, ասեց, «Էս երեխին սուր եք ուղարկում, մակարոնի ջուր են այնտեղ տալիս»։ Չէ, հիմա արդեն ավելի հետևողական են, այո, եւ բնակարաբար մանկապարտեզներում ամեն ինչ շատ պատշաճ արվում է երեխաների համար։ Այս բան կարճ դադար ունենանք, Ադրինե, հետո արդեն վերադառնանք եւ տաղավարում կողջունենք մեր հյուրերին։ Մեծ սիրով։ Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, այսօր շատ համեղ աղանդեր ենք պատրաստում։ Ես ձեզ առաջարկում եմ շատ հետաքրքիր բաղադրատոմս, որպեսզի եթե ոչ այսօր, ապա մոտակա 2 օրվա ընթացքում փորձեք այն պատրաստել, քանի որ հանգստյան օրերը մոտեցել են արդեն, կարժե որ այս բաղադրատոմսով մի աղանդեր պատրաստեք եւ վայելեք։ Եվ ինչ է պետք այս բաղադրատոմսը պատրաստելու համար, մենք այստեղ ունենք թխվածքաբլիթ փշրված վիճակում, բայց կարագով հարված, ահա ես այն հենց այս պահին կլցնեմ այս տարայի մեջ եւ իհարկե ինչպես նշել էի, սա կլինի հենց մեր հիմքը, կլինի առաջին շերտը։ Մատուցման եղանակը սիրելիներս կարող եք դուք ընտրել, կարող եք այս ուրեմն թխվածքաբլիթները պարզապես լցնել բաժակների մեջ, անհատական մատուցման պարագայում կարող եք այս աղանդերը պատրաստել այդպես բաժակներով, շատ գեղեցիկ է լինում, շատ յուրօրինակ տեսք է ստանում եւ իհարկե ուտելիս էլ ավելի այսպես հարմար է լինում եւ մատուցելն էլ շատ գեղեցիկ։ Այնպես որ դա էլ նկատի ունեք, ես ճիշտ է այսօր կպատրաստեմ մեկ ամբողջական ամանով, բայց դուք ցանկության դեպքում կարող եք բաժակների մեջ պատրաստել։ Ամբողջությամբ լցնում ենք այս տարայի մեջ, պետք է հարթեցնենք այն, այսպես հավասար տարածենք եւ հարթեցնենք, այսպես, մի փոքր պետք է, ես այս փոքրիկ սրվակի միջոցով կփորձեմ այսպես ֆիքսել թխվածքաբլիթները եւ կարագի արկայությունը ինչու էր անհրաժեշտ, որպեսզի այո կպչուն դառնա մեր այս փշրանքը, ահա այսպես, տեսեք ինչ որ բաժակի օգնությամբ կարող եք ֆիքսել, այսպես ստացանք առաջին հիմնական շերտը, ահա այսպիսի տեսք ունի մեր առաջին շերտը, հավասարեցնենք, փորձենք այսպես ամեն ինչ տեղը տեղին եւ գեղեցիկ անել, խնդրեմ։ Անցանք առաջ, այստեղ սիրելիներս հիշում եք, ես ասացի, որ ունենք հալվա եւ սերուցք։ Հալվան ես ընտրել էի գետնանուշով տարբերակը, բազմապիսի տարբերակ կա արևածաղկի սերմով, ընկույզով, նույնիսկ ես տեսել եմ մրգային համերով հալվաներ կա, այնպես որ դուք ձեր ճաշակին համապատասխան ընտրեք, սակայն ես կարծում եմ ընդեղենով պատրաստված որևիցե տարբերակը այստեղ ավելի լավ կլինի, քան օրինակ մրգային հավելումը։ Ցանկության դեպքում կարող եք շերտերի արանքում հատապտուղներ ավելացնել, բայց կարծում եմ դրա կարիք չկա, սա հենց ինքը ամբողջական է եւ շատ ավելի հետաքրքիր։ Այսպես, մի փոքր էլ խառնեցինք, ես խառնել եմ իհարկե հարիչի օգնությամբ, այսպես, եւ ստացել ենք այսպիսի զանգված։ Սա մի փոքր այս ամբողջը պետք է մնա սառնարանում եւ սառնարանում մնալուց հետո ամբողջությամբ կսառչի եւ կպնդանա։ Հիմա փորձենք սա տարածել էլի ամբողջ։ Այսպես ամանով մեկ թխվածքաբլիթի վրա։ Տեսնենք ինչ կստացվի։
Այսպես տարածում ենք։ Պետք է հավասարեցնենք էլի։ Ես տեսնում եմ, որ արդեն ամեն ինչ կամանց երևում է։ Այո, Ուրվագծում է այս կամաց, համեղությունը, որը այո։ մենք քիչ հետո փորձելու ենք։ Ես ասեմ, որ այստեղ շատ կարևոր դեր ունի այս համեղության մեջ, հա, կաթնամթերքը, որն արդեն Այո։ Ադինեն օգտագործել է, եւ ուզում եմ նշել, որ կաթնամթերքի լայն տեսականին էլոլայինն է, որը ներկայանում է պանիրների, թթվասեր, մածուն, իհարկե շքեղ տեսականին, որը հասանել է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, եւ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները արդեն իսկ ունեն հնարավորություն ճաշակելու այս համեղությունները։ Դե քանի որ Այո, նշեցինք, որ համաձայն է։ առջևում իհարկե հանգստյան օրերն են եւ շատ հետաքրքիր իրադարձություն կա, որը պետք է հավաքվել եւ ընկերներով դիտել եւ իհարկե հաղթանակ գրանցել եւս մեկ, այս դեպքում պետք է այդ ամենը նաեւ տրամադրությունը բարձր պահել այդ ամենի ընթացքում, իսկ դա մեզ ներկայացնում է իհարկե Իջևանի գինու գործարանը, ներկայանալով իր գինիներով եւ նաեւ իհարկե համեղ հրաշալի կոմպոտներով ու պահածոներով, իսկ այս տեսականին հասանելի է եւ իհարկե շատ համեղ ներկայացված է լայն տեսականին մեր տաղավարում, իսկ ռոզե բրիզ փրփրուն գինին կարծում եմ հենց երեկոյի գեղեցիկ համադրությունը կարող է լինել։ Լիովին համաձայն եմ քեզ հետ, հատկապես այսպիսի համեղությունների կողքին դա շատ անհրաժեշտ է եւ շատ գայթակղիչ, այնպես որ ես կարծում եմ, այո, շաբաթ օրը կարելի է պատրաստել այսպիսի համեղ աղանդեր, մեկ գավաթ գինիով վայելել իհարկե մեր հայրենակցի հաղթանակը։ Տեսնենք ինչպես կստացվի ամեն բան։ Սիրելիներս անցանք առաջ հիմա։ Այս շերտն էլ է պատրաստ, հալվայով սերուցքով շերտը եւ մնում է մեզ ավելացնել շոկոլադը։ Ինչպես նշել էի, շոկոլադը ջնարակը պատրաստեցինք կարակով, սերուցքով, կակաոյով, շաքարաբազով եւ հիմա պահն է հասել, որ ես նշեցի մեկ հավկիտ այստեղ պետք է ավելացնել, հավկիթը, բայց միայն ուրեմն դեղնուցն ենք ավելացնում, որպիսի մեր այս համեղ ջնարակը փայլուն տեսք ունենա, փայլ ապահովելու համար, ահա, ավելացրեցինք մեր դեղնուցը եւ կհարենք ու կավելացնենք շատ արագ մեր այս շերտերի վրա։ Եվ պետք է, այո, սառնարան տեղափոխենք։ Չէ, սառնարան։ Այո, սա արդեն պատրաստի։ Չի տաքանալու, այլ սառելու է։ Սառելու է հակառակը, այո, սառնարանում է պատրաստվելու։ Մի քանի րոպե հետո մեզ մոտ ամեն բան պատրաստ կլինի, բայց ցանկալի է այն երեկոյան պատրաստել, հետո հաջորդ օրը վայելել։ Այ սա էլ է կարևոր։ Ահա, լցրեցինք մեր ջնարակը ամբողջությամբ, այսպես որպեսզի շոկոլադե հարուստ շերտ ստանանք, վայելենք այս շոկոլադը, այն շատ համեղ է, համերով շատ հարուստ եւ հագեցնող իմիջիայլոց։ Վաու։ Այո, շատ համեղ է ստացվելու, հավատացնում եմ, կարելի է փորձել եւ վայելել։ Այսպես մի տեսակ տերամիսուի տարբերակ է սա, հայկական տարբերակ է, այո, իհարկե կարելի է մեկ օր նաև տերամիսու փորձել պատրաստել, շատ համեղ է, ժողովուրդ ջան, խորհուրդ եմ տալիս փորձել, իհարկե ես վերջում կձևավորեմ այն եւ կվայելենք։ Այո, կվայելենք անպայման, հիմա այս ամենը կտեղափոխվի արդեն իսկ սառնարան, սառչելու համար, իսկ մենք կունենանք կարճատև դադար, հետո վերադառնանք ու տաղավարում ողջունենք մեր հաջորդ հյուրերին, լինելու էլի բավականին հետաքրքիր, հետևեք մեր ծրագրին։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, լավ տրամադրություն եմ ձեզ մաղթում եւ ասում եմ դուք էլ մեզ հետ միասին պատրաստեք աղանդեր, այսօր իհարկե ավարտին մոտեցավ մեր հաղորդումը, ես առաջարկեցի մեր բաղադրատոմս օրվա, որը հուսով եմ դուք այս մոտակա օրերին կպատրաստեք, ես հենց հիմա բերում եմ այն։ Իհարկե մենք դեռ ժամանակ ունեինք, որպիսի այն սառչեր, ամբողջովին
պատրաստի վիճակը տեսնեինք, բայց հիմա ես պետք է ձևավորեմ, հիշեցնեմ, որ 3 շերտ ենք պատրաստել, ամենավերջը դա ներքևի շերտը, ուրեմն թխվածքաբլիթով կարագով, երկրորդ շերտը սերուցքով հալվայով եւ իհարկե վրան սերուցք շոկոլադ, իսկ զարդարում ենք շոկոլադի կտորներով եւ իհարկե վայելում ենք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, բարի ախորժակ եմ մաղթում, ամենալավն ու բարին, կհանդիպենք։